Ակնհայտ է վարչապետի կարգավիճակն ունեցող Փաշինյանը իր վրա է վերցրել միաժամանակ դատախազի, քննիչի, օպերատիվ աշխատակցի լիազորություններ եւ դրա հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է քաղաքական հրահանգներով։ Սա գիտեք, ակնհայտ է, որ սա ես մի քանի անգամ շեշտել եմ, որ եկեղեցու նկատմամբ նրա գործունեությունը այլևս քրիստոնեության պաշտպանության հարց է։ Եկեղեցիները փակել են, խուզարկում են, կամ մարդկանց տները ինչպես է, ինչ այդ հոդվածի նշանակությունը որտեղ է, որ պետքա մարդկանց տներ գնան խուզարկեն, այսքան մարդ ձերբակալել, կանանավորել, քրեական դատավարության մեջ սրանք չլսված բաներ են, հասկանում եք, եւ նա սրանով, ես ուզում եմ նաեւ ասել հատուկ իրավապահ մարմիններին, նա սրանով հեղինակազրկում է հանրության աչքի առաջ իրավապահ մարմիններին, հեղինակազրկում է եւ ամբողջությամբ ավերում է մեր արժեքները։ Միջազգային չափանիշներով մշակված մեխանիզմ է, ինչա նշանակում ազատություն զրկել։ Ինչ ուզում եք անունը դնեք, գրեք հրավեր, ծանուցում, կանչել, բերել, բռնի տանել, այս ամբողջը, այս ամենը ազատությունից զրկել է եւ այն որ փաստաբանը այսօր ասում է, ես պարոն Զորաբյանի հարցազրույցը լսել եմ, ասում է տեղը չի որտեղ են այդ մարդիկ, դու պատկերացրու դա ինչ է։ Սրանից ավել ռեպրեսիա, քաղաքական այն էլ հրահանգով իրականացվող եւ շատ կարեւոր է մենք հասկանանք աղբյուրը, արմատը որտեղից է գալիս։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Կառավարության ղեկավարի մակարդակով, այսինքն ամենաբարձր մակարդակով արվում է քաղաքական հայտարարություն, որոնք պարունակում են քաղաքական հրահանգներ իրենց մեջ։ Թաքնվածել չի անգամ բացայ։ Դրանից հետո հաջորդում են պատգամավորների քաղաքական հայտարարություններ, ուղղորդումներ դրան։ Հետո տեղի ունեն միանգամից իրավապահ մարմինների գործողություններ, բայց որ առավել հատկանշական է, հրտեսեք ամեն անգամ այս գործողությունները շատ սիրուն համընկնում են ադրբեջանական իշխանությունների հոգևոր առաջնորդից եկող հայտարարությանը։ Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական հոգևոր առաջնորդը էլի նորից գնացել էր միջազգային այս անգամ հանրության մոտ, էլի բողոքում էր հայոց առաքելական եկեղեցու դեմ իշխանափոխությունից հետո սրանք պետք է անմիջապես չեղարկվեն, այնպես արվեն, որպեսզի այս հոդվածները ինչ էլ որ լինի իրական ծառայի նպատակին, սրանք դարձել են իշխանության քաղաքական հենարանը ապահովող հոդվածներ։